Վերջին խոսքը Աստծունն է։ Այս օրերին մարդիկ շատ են խոսում, աղոթում են, քարոզում, մեծ ու ազդեցիկ խոսքեր են ասում, բայց ամեն ձայն չէ, որ սուրբ է, և ամեն հագուստ չէ, որ մաքուր է, ամեն ժպիտի տակ չէ, որ բարություն կա։ Վերջին ժամանակներում գայլերը չեն գոռում, նրանք գալիս են գառների հագուստով, խոսում են Աստծուց, բայց չեն ապրում Աստծով։ Արտաքինից խոնարհ, ներսից հափշտակող, բառերը քաղցր են, բայց նպատակները մութ, ու մարդիկ շփոթվում են, ով է ճշմարիտ, ով է սուտ, ում հավատալ, ումից վախենալ։ Բայց լսիր, Աստված լռում է ժամանակի համար, բայց լռությունը չի նշանակում թուլություն, նա նայում է, նա զտում է, նա սպասում է, և գալու է մի պահ, երբ բոլորը կլռեն, ու վերջին խոսքը միայն Աստված է ասելու, ոչ թե հռետորաբանությամբ, ոչ թե աղմուկով, այլ ճշմարտությամբ, արդարությամբ ու լույսով։ Ու նրա խոսքից հետո ոչ մեկի խոսքը կարևոր չի լինի, որովհետև գառների հանդերձը կպատրվի և նրանց իրական սիրտը կբացվի։ Ով խաբեց, կիմանանք, ով դիմացավ, կփառավորվի, ով լռեց, կբարձրանա, ով խոնարհվեց, կկանգնի Տիրոջ առաջ, որովհետև վերջին խոսքը միայն ու միայն Աստծունն է։